կարծիքով քարոզարշավը արդյոք դուրս չի գալիս արդեն օրենքի շրջանակներից եւ արդյոք այս հռետորաբանությամբ միջև ուր կարող է հասնել իրավիճակը, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Փաշինյանը բացահայտ, ասում է այո, ես սպառնում եմ, իսկ իրավապահները, այսպես ասենք, չեն նկատում կամ չնկատելու են տալիս։ Ես պատկերացնում եմ որևէ ընդդիմադիր նման սպառնալիքներով հանդես գալ։ Արդեն կանոնավորված կլներ եւ ոչ միայն ինքը։ Ենթադրում եմ, որ բարեկամներից էլ ինչ-որ որոշ մարդկանց հետ կտանեին։ Սա վաղուց արդեն օրենքի շարժանակներից դուրս է եւ կարծում եմ, որ մեր ժողովուրդը պիտի համաչափ արձագանքի եւ այդ համաչափ արձագանքելը ԿՊ-ին ապտակելն է հունիսի 7-ին։ Եվ եթե թույլ տաք վերջին հարցը, նրանք ասում էին քաղաքացիները գերագույն արժեք են, բայց հիմա Փաշինյանը քաղաքացիներից մեկին ասում է, ինչու ես ողջ մնացել, ինչու չես զոհվել պատերազմում։ Նրա թիմակիցներից մեկն էլ, օրինակ Պապիկյանը, ասում է քաղաքացիներին տրորելով կանցնեն, այսպիսի սպառնալիք է ասում։ Ինքը մեկ քաղաքացու չի ասել դա, ինքը ասել է ըստ էության 150,000 արցախցիներին։ Ասել է, թե ինչի չեք զոհվել։ Եվ դրանով ինքը ասել է նաև շատ ավելի մեր քաղաքացիներին, որոնց քաղաքացիների նախնիներին, որոնք ժամանակին լքել են Թուրքիա հենց նույն պատճառով։ Կամ պետք է զոհվեին, կամ պետք է փոխեին հավատը, կրոնը, պետք է թուրքանային։ Բոլոր այդ մարդկանց ուղղակի վիրավորել են։ Եվ կրկանեմ, սրա ապտակը պետք է լինի եւ պատասխանը պետք է լինի հունիսի 7-ին։ Պարոն նախագահ, ես եւս մեկ հարց ունեմ ձեզ։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի տրամաբանության մեջ շատ է անդրադարձ կատարում մարտի 1-ին, ըստ ձեզ ինչ է նա ակնարկում, երբ ասում է մարտի 1-ը ըստ էության ամբողջությամբ բացահայտված է եւ ձեր կարծիքով արդյոք բացահայտված է մարտի 1-ը եւ երեք նա իր այդ ջղացքումների ընթացքում նաեւ ձեր անունն է հիշատակում, անընդհատ ասում է, որ պետք է նստեցնել տածես նման այսպես սպառնալից հայտարարությունների Արի այդ թեմայի մեջ ենք։ Մարտի 1-ի որևէ սպանություն բացահայտված չի եւ իրենք չեն խորանում այդ հարցերի մեջ մեկ պատճառով՝ իրենք իրենց վրա դուրս չգալու համար։ Դա շատ հայտնի բանաձև է։